Պարոն Համիջանյան, ես ուզում եմ հարցնել Դավիթ Համբարձումյանի հետ կապված նախձեր գնահատականը, երեք կարծես թե արդեն նախնական հայտարարություն կա։ Նախնական չէ, վերջնական։ Հա, դուք համարում եք, որ քաղաքական հետապնդման է երկրաշարժ Դավիթ Համբարձումյանը, քիչ առաջ ազգային ժողովի նախագահը ճիշտ հակառակն էր մտնում եւ ասում, որ 18 թվականի դեպքերը կան, այդ մասին կապեսային թե եւ ինչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսել։ Ուրեմն կետ առաջին, երեք ասնում են շակարդուսակուսունյա, լուծանի մանի հայտարարության, անդրադարձել է այդ հարցին, բնականաբար այն իրանում լավնամացում քաղաքական հետապնդումը, որը պայմանավորված է թե իր թիմ մակարդակում ակտիվությամբ եւ ազդեցությունությամբ եւ մի քանի անգամ կպրին տարբեր արտաքներում հաղթելու փաստով եւ թե իհարկե նաեւ իր impeachment-ի տեխնացու լինելու պատիվային խմբակցության կողմից առաջադրված տեխնացու լինելու փաստով սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այսպես կոչված այսօրվա կառավարիչների վախը impeachment-ի գործընթացից դա մեկ երկրորդ վստահ եմ արդեն ծանոթացել եք Դավիթ Համբարձումյանի տարածած հայտարարությանը, որ այս ամենը ինչ գնահատականներ է ինքը տալիս եւ նշում, որ վերադարձից հետո բոլորս միասին պայքարելու ենք Հայաստանում բոլոր քաղաքապետարների հաստատեցում նաև իր ազատության եւ ամենակարևորը իշխանability համար։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի ասածներին, որ ինքը առաջի Սիմոնյանը նաև ասում է Արցախը չեն հանձնել։ Հետո ինչքան նա է կապունի այդքան է սա։ Երկրորդը ԿՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա իրականացվում, ներկայացնելով մեկ այլ դրվագի կադրեր այս դատական գործի շրջանակներում։ Այսինքն այն ինչի մասին սա գրված է ամբողջովին հայտարարության մեջ կա հյուրերից մեկում տեղի ունեցած դրվագը, որի մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ այժմ գործընթաց տեղի չի ունենում, բայց կազմակերպիչ կա։ Ես այդպես քրեական գործ չէի տեսել, որ մասնակից ոչ, այն որ ասում եմ բոլորի մանիպուլացիոն մաչ եք լսում։ Դա այս այդ գործը չի, այդ գործով այդ չոք սխալում նույնիսկ բյուջետ կա, բայց երկար չխոսեն դրա մասին։ Սա լրիվ ուրիշ դեպք է, գրված է Համբարձումյանի հայտարարության մեջ, փաստաբանների հայտարարության մեջ։ Նորից եմ ասում, ինքը որպես կազմակերպիչ մեղադրվում է, բայց իրականացնողների նկատմամբ որևէ նմանօրինակ գործընթաց բանի չկա, այսինքն կա կազմակերպիչ, չկա իրականացնող։ Այսինքն ոչ, սա նույն դրվագը չի, սա այն դրվագը չի, որի կադրերը այս երեկվանից փորձում են տարածել տարբեր կալիբրի ԿՊ-ականները։ Իսկ այդ ձեր նշած իրական դրվագում ինքը մասնակցություն ունենում է պարոն Մամիջանյանը։ Դրա հետ կապված եթե չեմ սխալվում դատական ոչինչ։ Չէ, հենց պարոն Համբարձումյանի մասով նկատի ունեմ, կա։ Հարցնում եմ, ես դատավորի պատմություն։ Չէ, ուրիշ հարց եմ տալիս, պարոն Մամիջան։ Հարցի պատասխանը դրա հետ կապված, եթե չեմ սխալվում, դատական վճիռ կա։ Պարոն Համբարձումյանի մասով կա դատական վճիռ։ Դրվագի, պարոն Համբարձումյանը առասարակ չի եղել։ Ներգրաված չի եղել։ Պարոն Մամիջանյան, իսկ ինչու է պայմանավորված, որ հենց այս փուլում պարոն Համբարձումյանը գնացել է Մոսկվա, որտեղ նաև այլ գործերի խուսափելու համար ապաստանել են ականավոր այլ։ Կարծում եմ պարոն Կերակոսյան, նախ չի եղել, որ ականավոր այլ հանրապետականներ քրգործերից խուսափելու ձևակերպումը, այնտեղ այո արկա են մարդիկ ու այս ռեժիմը, այս իշխանությունը քաղաքական հալածանքների են ենթադրում։ Դուք ձեր ձևակերպմանը կմնաք, ես հավանաբար իմ։ Դա առաջին։ Երկրորդը, ձեր հարցը պարոն Կերակոսյան տեղին կլիներ, եթե չլիներ արդեն Դավիթ Համբարձումյանի հայտարարությունը։ Ես չգիտեմ աշխատանքային կողմ ինքը հայտարարել է, որ սոցիալ վերադառնալու է, հետևաբար թե ինչ կոնկրետ ինչ աշխատանքային գործում է եղել, ճիշտ ասած չի։ Պարոն impeachment-ով են պայմանավորված այս ամենը, հստակ հասկանանք, նախ դա գրված է թե հայտարարության մեջ գործադիր մարմնի, եւ թե դա հուշում է պարզ տրամաբանություն է, այդ դեպքը 18 թվականի դեպք է, նոր հիշեցի։ Հաջորդ կետը կազմակերպիչ չկա, իրականացնողներ չկա։ Եվ երրորդը դե արդեն դատավճռի մասին, եթե չեմ սխալվում, մի քանի իրավաբաններ եւ իրավապաշտպաններ խոսել են, որ այնտեղ ամիսների հարց էր, հա, եթե վճիռը մի քանի ամիս տարբերությամբ լիներ, ապա այդ կետը անցնելու էր համալրման տակ, որը ոչ մի կապ չունի մեղավորության հետ, բնականաբար դա ոչ մի կերպ չի փոխում այն փաստը, որ քաղաքական հետապնդում է պարոն Համբարձումյանի նկատմամբ, բայց փաստը մենակ փաստ է, այնտեղ մի քանի ամսվա համար։ Հիմա եկեք մի քանի բան իրար հետ համադրենք։ Մի քանի ամիս տարբերությամբ վճիռ ատրվում, որ հանգարց համաներման տակ չընկնի։ Իրականացնողներ չկան, կազմակերպիչ չկա։ Ինքը պատիվորեն խմբակցության առաջադրած impeachment-ի տեխնացուն նաև արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը, ու այդ ամենից հետո խմբակցության անդամներն անգամ ընդդիմությունը 30
Պարոն Սիմոնյանը եւ բոլոր այդպիսի բան ասողները լավ կլինի կարդան սազում էլ ազգային ժողովի նախագահի աթոռին նստած լավ կլինի կանոնակարգ օրենքը կարդա եւ հասկանա որ դա impeachment-ի գործընթացի հետ ոչ մի կապ չունի, դա հայտարարություն էր եւ մենք դրա մասին միլիոն անգամ ասել ենք։ Պարոն Մամիկյան, իշխանությունը ասում է գործընթացը impeachment-ի այսպես կոչված հասել էր արդեն պիկին, համարյա վարչապետին ընտրում էին նոր, հա, դրա համար եկավ իշխանությունը այսպես ճնշեց, հա, ձեր տեխնացոին։ Գործընթացը կանգնած է, ոչ մի process չի լինում, փողոցում բան չկա, հետեւաբար առողջ տրամաբանությունը ավարտեմ էլի։ Չէ, բայց առողջ տրամաբանությունը հուշում է, որ առողջ տրամաբանությունը հուշում է պարոն Մամիկյան, որ չկա այնտեղ քաղաքական հետապնդում, դուք ինչպես կմեկնաբանեք։ Մեկնաբանեցի ցանկություն կա չպատասխանելու ձեր հարցին, բայց ամեն դեպքում մեր քաղաքացիները արժան են պատասխանելու սա։ Նախ սրանից հետո անկեղծ եղեք եւ ասեք դուք եք պատասխանում։ Ես եմ պնդում, պարոն Մամիկյան։ Սրանից հետո երբ որ ես խոսում եմ, ինձ չեք պատասխանում։ Փոխադարձաբար։ Այդ կնայենք։ Եթե ձեր ցինիզմը դնենք մի կողմ, ապա նայենք հարցի գործընթացի էվոլյուցիան։ Հունիսի 7-ին այս գործընթացը երբ նախաձեռնվում էր, շատ-շատերը դրա հաջողությանը չէին հավատում։ Այս պայմանությամբ դա միակ գործընթացն է, որը ունի ամբողջական ընդդիմադիր պարլամենտական եւ զգալի արտախորհրդարանական աջակցություն, իսկ թե դրա մասին ինչ հայտարարություններ են անում իշխանությունները կամ դրանց լրատվականները, ինձ բացարձակ չի ետևել։ Ավելին ասեմ, այն քպայականները, որոնք այդ օրը երեկոյան ստորագրելու են impeachment-ի գործընթացի տակ, այդ օրը առավոտը փրփուրը վերաններին պաշտպանելու են Փաշինյանին, ես միշտ զբաղվում եմ նրանով, պարոն Կիրակոսյան, ինչին հավատում, երբևէ այլ դեպք չի հնարավորություն։ Եթե ես դուք մեր քաղաքացիները ցույց տանք, որ իրենք իրապես պիտի վախենան ժողովրդից ասումից, այլ ոչ թե Փաշինյանի SMS-ից, տենց բաներ չեն, հատառացություն դեպքական Փաշինյանի։ Ուր է փողոցային պայքարը, պարոն Մամիկյան, այդ ճնշումը։ Այդ ճնշումը երբ բա ուր է։ Մենք գիտենք որ փողոցում։ Ես նկատի ունեմ, որ այլ բան ակնկալել ես անհնար է, այսինքն պարզ է, որ նույնիսկ են մարդու հետ պայմանավորվածություն կա, պետք է բնականաբար դա պահի, ես չեմ պնդում, որ դա այդպես է։ Ես ասում եմ, որ սա զարմանալի չի։ Պարզապես պարոն Մամիկյան արածը, որ հատկապես ընդդիմադիրների շնչել, արտաշնչել սկսած ձայնագրում եւ հրապարակում է, հիմա վաղուց ձեր կպականների հետ գաղտնի կապեր վաղուց արդեն ես կարող եմ ձեր հետ ես նախ երկրորդը ես կարող եմ ձեզ հետ չտալով եւս 10 պատճառ ասել ինչի ավարտել 10-ը չէ 100 բայց դա ինչի՞ կողմից եթե այստեղ կանգնած ես մոտավորապես մի 1000 անգամ ասել եմ որ Փաշինյանը որ օր առաջին էլ ես ոնց կարող եմ անել ասել դիտեք ինչ դժվար է եղած ինչքան էլ դժվար լինի դրա համար ամեն ինչ պիտի քանի քպական է տների համաձայնությունը բնականաբար հարցը չէ պատասխանել Բայց կան Պարոն Մամիկյան, հիմա հաստատի կա բայց զրոն չի հաստատ այդ ես չեմ պատասխանում որովհետեւ դա վնասել է ես հասկանում եմ շատ հեշտ բազմանշանակալի դեպքում ինչ բան ասել ու անցնել առաջ ասում իքր հավատում բայց նպատակը գործարարության հասնել չէ Փաստացի կա կալանքի որոշում, ճիշտ է, փաստաբանը արդեն հայտարարել է, որ բողոքարկում է լինել, բայց ես ուզում եմ հասկանալ impeachment-ի հետ կապված իրավական տեսանկյունից որևէ խնդիր impeachment-ի գործընթացի հետ չի առաջացնում հաշվի առնելով վճիռ օրենքի մեջ օրինական ուժի մեջ մտնելու կետը, ես իրավաբան չեմ կրթությամբ եւ այս ամենը որևէ բացասական impeachment-ի գործընթացի վրա չի կարող ունենալ, ավելին կարծում եմ, թե մեր քաղաքացիները, թե մեր գործընկերները հասկանան եւս մեկ ապացույց տեսնեն, որ այս գործընթացը այլընտրանք պարզապես չէ։ Պարոն Մամիկյան, մեկ հարց եւս նոր Եթե ջիռ ամեն դեպքում ուժի մեջ մտնի, ինչ սցենար
Պարոն Մամեջյան, նոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ հավանաբար Սերժ Սարգսյանը իմացել է, ամենավորն է, գործը գնում էր, արդեն քննվում էր, դատա-պրոցեսում էր եւ գիտեին, որ հոկտեմբերին վճիռ է լինելու։ Դրա համար ընտրեցին հենց Դավիթ Համբարձումյանին որպես տեխնացու, այլապես ինչու ձեզ օրինակ պարոն Աշոտյանի չեն ընտրում որպես տեխնացու, ավելի կարկառուն դեմք եք հանրապետականում։ Թող հանրապետականում ավելի եւ պակաս կարկառուն դեմքեր չկան, սա քփն չի, մենք մեծ թիմ ենք, որից այո, Ստեփան Սարգսյանով Աստիճանակարգում չկա։ 2017-ին ով էր թող սրանից հետո շարունակի Սարգսյանը։ Մեկ, երկրորդ, ինչ վերաբերվում է այդ պնդումներին, թող մեզ իրանց արշինով չչափեն, իրանք են վախենում վանդալությունից։ Մենք այդ պայքարի համար նմանօրինակ Չէ, ուրիշ հարց եմ տալիս, պարոն Մամեջյան, ինչու է ընտրվել Դավիթ։ Հարցին իմ արժանապատվությունից ցածր է, հարցին ուղղակի պատասխան է։ ազգային ժողովի նախագահ ասաց այսպեսով պարոն Սարգսյանը ոչ թե լավ շախմատիստային վատ արտի խաղացող Դավիթ Համբարձումյանին առաջադրել։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը մինչև հիմա եւ իր ողջ կյանքի ընթացքում չի վաստակելու Սերժ Սարգսյանի մասին կարծիք ասելու իրավունքում մնաց մեկնաբանելու իրագործություն։ Բայց քիչ առաջ իր կարծիք էր հայտնում։ Որը չի հաստատում իրավունքը։ Դուք եք հիմա ինձ հարցեր տալի, բայց դրա իրավունքը չեմ կարծում որ ունեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։